7 տարեկանից զբաղվել եմ թենիս, երկար թենիսով, այնուհետև ֆուտբոլ, դպրոցական ժամանակներին ֆուտբոլ, հետո թեթև ատլետիկայով, տուրնիկի վրա և 10-րդ դասարանին ես ստացա սպորտի վարպետի կոչում ծանրամարտից։ Այս բոլոր սպորտաձևերի կողքին կարելի է ավելացնել նաև բասկետբոլը։ Նուբար Կիրակոսյանն առաջիններից էր, որ 1992-ին հիմնադրեց ու սկսեց խաղալ Փյունիկ Հայաստանի հաշմանդամների միության բարեգործական հասարակական կազմակերպության բասկետբոլային թիմում։ Նրա առաջին ազգային խաղերը տեղի ունեցան 1994 թվականից։ Դրանից հետո բասկետբոլային թիմը բավականին հաջողություններ ունեցավ այդ տարիներին ստեղծված բասկետբոլային թիմը։ Նրանք նույնիսկ մասնակցեցին միջազգային խաղերի, B դիվիզիոնի խաղերի, բասկետբոլի մեջ A, B, C դիվիզիոններ կան, այսինքն իրենք մի աստիճան բարձրացան եւ մեջտեղում էին գտնվում։ Բայց հետո տարիների ընթացքում կարծես թե թիմի գործունեությունը դադարեց եւ 2003 թվականից սկսած Փյունիկը նորից որոշեց այդ բասկետբոլային գործունեությունը սկսի։ Հիմա արդեն կան շատ մարզիկներ կան Հայաստանում, ինձ թվում է, որ այս մյուս տարվանից երևի մի 6-7 թիմ կարող են արդեն հավաքվել և Հայաստանում կազմակերպել Հայաստանի առաջնությունը։ Բասկետբոլային թիմի սկզբնավորման ժամանակից մինչև վերջերս թիմի մարզիկներն օգտագործում էին դեռ 1990-ականներին Չիկագոյի հայ համայնքի ուղարկած անվասայլակները։ Այս տարի Հայաստանում Գերմանիայի դեսպանատունն է աջակցել կազմակերպությանը գնելու նոր անվասայլակներ։ Հները պահպանվում են մարզեր ուղարկելու և այնտեղ էլ բասկետբոլային սպորտային թիմեր ունենալու նպատակով։ Թիմը մարզելու համար Հայաստան էր հրավիրվել բասկետբոլի Եվրոպայի ֆեդերացիայից մարզիչ։ Նրա կազմակերպած մարզական ճամբարներում էլ շարունակվում են բասկետբոլային պարապմունքները։ Արդյունքում Փյունիկի բասկետբոլային թիմը առաջին անգամ Սպահանում, ապա Թավրիզում մասնակցել է միջազգային մրցումների։ Պետք է ասեմ, որ թիմի հոգին շատ ուժեղացել է, որովհետև գիտեք, այդ միջազգային խաղերի մասնակցությունը շատ բան տվեց իրենց։ Իրենք կարողացան գնահատել իրենց ուժերը, հասկացան ինչքանով են իրենք մրցունակ եւ ինչքան դեռ պիտի աշխատեն իրենց վրա, որպեսզի այն նպատակը, ինչ իրենց առջև դնում են, մասնակցել պարալիմպիկ խաղերի, աշխարհի Եվրոպայի առաջնությունների հասնեն դրան։ Հոկտեմբերի 17-ին Grand Sport մարզաառողջական համալիրում տեղի ունեցած բասկետբոլի ընկերական խաղերից առաջինը սահմանափակ կարողությունների տեր մարզիկների միջև էր։ Երկրորդում կազմվեցին թիմեր, որտեղ 3-ը Երևանի պետական բժշկական և ֆիզիկական կուլտուրայի համալսարանների ուսանողներն էին, մնացած 3-ը հաշմանդամային բասկետբոլով զբաղվողները։ Վերջինում պայքարն ընթացավ հավասար ուժերով և ավարտվեց 8-8 հաշվով։ Սկզբից չենք պատկերացնում, որպեսզի մրցակցություն տղաները ընտելացան սայլակին, կարելի ասել, նրանց հետո բացվեցին, հետաքրքիր խաղ տեղի ունեցավ։ Եթե հաշվով լիներ, մենք շատ կարող ենք, ասենք, գնդակ նետել շիթե, բայց ընկերական հանդիպում մենք կարելի է մի քիչ մեղմ խաղալ, որպեսզի իրանք էլ հասկանան, ասենք, կանոններով ինչպես կարելի է օգտագործել անվասայլակը։ Սպորտով զբաղվելով մարդը անկախ ամեն ինչ ցվրվում է, մոռանում է ամեն ինչի մասին։ Սպորտը յուրաքանչյուր հաշմանդամություն ունեցող մարդու համար անհրաժեշտ է, կարելի ասել։ Կրկնակի է էներգիան ու ադրենալինը։ Սպորտով զբաղվելով ձեռք են բերել շատ ընկերներ, ընդհանուր հոգեբանական առումով ամեն առումով փոխվել է։ Պետական աջակցություն կա արդեն, սպորտը զարգանում է, շատ մեծ ուշադրություն են դարձնում, հատկապես հաշմանդամային սպորտի վրա։ Եվ ես շատ ուրախ եմ դրանով։ Սպորտն է, որ մեզ առողջություն է պահպանում, նամանավանդ այս վիճակի վրա։ Ուզաննա Սարգսյանը նշում է, որ նման մարզական հանդիպումների նպատակը հաշմանդամային սպորտի մասսայականացումն ու իրազեկումն է։ Նրա խոսքերով կարևոր է հասկանալ, որ սահմանափակ կարողությունների տեր մարդիկ կարող են լիարժեքորեն մասնակցել հասարակական կյանքին, մրցել, պայքարել ու հաղթել։ Գոհար Տեր-Հակոբյան, Դավիթ Ավետիսյան, Civilnet։